Уважаемый судья, я вот слушаю все, не политик и не юрист, тем более. Адвокаты просили 17 число декабря. 23 дня. Сегодня же совсем другое заседание. Сегодня новые документы принесли, кучу документов принесли. Надо перевести, надо изучить. Если бы это было обычное заседание, я бы вас понял, но сейчас я вас не понимаю. По-моему, нелогично иногда разрешать месяц, чтобы не было, а когда нужно, не разрешать. Вот это хотел сказать. Ամենադեպս դատարով են նշանակել, հիմա մեկ անգամ երկու ամիս դատարով նշանակել ենք նույն տրամաբանությամբ, եկեք հաջորդ Մի քանի հարց առաջացավ ձեր բանավեճի ասեմ, խոսքի ընթացքում ասեմ, անկեղծ ասած չեմ հասկանում հիմա ինչա կատարվում է մեր պրոցեսում, բայց մի խոսքով այս պրոցեսի ընթացքում։ Նախ արձանագրենք մի փաստ։ Երբ որ դրամփակ դատական նիստ է տեղի ունենում, պատվարժան դատարան, դրամփակ դատական նիստից ինֆորմացիան դուրս չպիտի գա, անկախ նրանից թե դա դատավորն է, թե պաշտպանական կողմն է։ Մենք բոլորը ստորագրում ենք, որպեսզի դրամփակ դատական նիստում այն ինչ որ տեղի է ունեցել, հանրությանը դա չհասնի, դրա համար է այդ նիստերը կոչվում դրամփակ դատական նիստ։ Կարծում եմ դուք հասկացաք, թե որ դրամփակ դատական նիստերի մասին է խոսքը։ Չենք հասկանում, թե ինչի համար է դեպի Սահակյան։ Որտեղ դուք դրամփակ դատական նիստի ինֆորմացիա, պարոն Պարոն Գևորգյանի խափամիջոցն է քննարկվել այդ դատական նիստի ընթացքում, եւ որ այդ դատական նիստի ընթացքում նաեւ հղում է տրվել վաղեմցան ժամկետներին։ Դա ամենադեպս որևէ գաղտնիք իր հետ չի պարունակում։ Իսկ կարող եք ասել պաշտպանական կողմը ոնց է տարանջատելու, ինչն է գաղտնիք, ինչը գաղտնիք չի, օրենսդիրը հստակ սահմանել է, որպեսզի այդ դատական նիստից որևէ ինֆորմացիա դուրս չգա, որտեղ դուք հիմա կասեք դա գաղտնիք չի, մենք ասենք ուրիշ բան է ընդհանրապես գաղտնիք չէ դրամփակ դատական նիստում, ամեն մեկը որոշենք հրապարակենք։ Հիմա ինչ վերաբերում է ընդհանրապես ինչի համար գլխավորապես նաև խոսքը ցույց եմ ուղղել դատարանին։ Այդ դուք ասացիք, որ ինչ-որ շրջավարական է, եղել ինչ-որ օրենք պետք է լինի, որ ամենայն հավանականությամբ երևի կլինի, չգիտեմ ինչ։ Նման բան չեմ ասել ամենայն հավանականությամբ կլինի։ Ես եմ ասում ամենայն հավանականությամբ կլինի, որովհետև հիմա այս վերջի տարիներին օրենքները գտնում են, միանգամից փոխվում են, ոչ մի բան էլ հաշվի չի առնում։ Հիմա խնդիրը այլ է։ Մեր մոտ հարց առաջացավ։ Իսկ օրինակ ԵԽԽՎ համապատասխան փաստաթղթերին դատարանը նույն ակտիվությամբ է ծանոթանում, որովհետև մեր մոտ այդպիսի տպավորություն չէր։ Ամենայն դեպս բանաձևը, որը ընդունվել է հոկտեմբերի 3-ին, որը որ դատարանը պարտավոր է նաև ղեկավարվել տարբեր հարցերի քննարկման համար, այդ թվում նաև որպեսզի այսօր դուք չբարձրաձայնեիք, որ պարոն Գևորգյանը 130 օր բացակայել է Հայաստանի Հանրապետությունից և եղել է գործողումների, եթե ծանոթացած լինեիք այդ փաստաթղթին, այս հարցը չպիտի այստեղ առաջանալ։ Եվ անընդհատ մեր մոտ հարց է առաջանում։ Ինչու է պարոն Գևորգյանի գործողումների հարցը քննարկվում ազգային ժողովում, հիմա դատարանում, միթե այս պետությունում չեն պատկերացնում, որ այդ հարցը չպիտի քննարկվի ընդհանրապես։ Որտեղ դա պարտավորություն է, որը պետք է կատարի նաև պետությունը, որպեսզի պարոն Գևորգյանը անարգել այդ գործողումներին մասնակցի եւ այսպիսի հարցեր չքննարկվի։ Հիմա այս հարցում ինչ առաջացավ այս բարձրացած հարցում, որ պարոն Գևորգյանը, քանի որ դինասիա գործողումների ներդատական նիստերը տեղի չեն ունեցել, այսինքն սա լրջագույն խնդիր է, որ մենք պետք է հասկանանք։ Ավելին, երբ որ խոսում ենք պաշտպանների արձակուրդներից, կներեք, եթե ես սխալվեմ, միգուցե ուշադիր չեղավ, դատարանի արձակուրդից է խոսվել, դատարանի արձակուրդում չի գտնվել, դատարանի արձակուրդից հարց բարձրացվեց ընդհանրապես, դատարանի ասեց, որ քանի որ դատարանի արձակուրդում էր, դատական նիստեր չի տեղի ունեցել։ Բնականաբար ոչ։ Եվ եթե մենք ուզում ենք օբյեկտիվ լինել, պետք է հասկանանք մի բան, ողջամիտ ժամկետներում գործի քննության այդ իրավունքը
ոչ դատարանինն է, ոչ մեղադրող կողմինն է, ոչ մեկինը չի, պաշտպանական կողմը կարող է հարցը բացացնի։ Եվ այստեղ իրական շահառուները մենք ենք եւ մենք ենք շահագրգռված դրանից։ Հիմա դուք անդադ ինչ որ ձեր խոսքում ասում եք, եթե դատարանը որոշի, եթե դատարանը որոշի։ Նախագահ դատավորի խոսքը մեկնաբանեք, ձեր խոսքը ասեք։ Մի մեկնաբանեք նախագահ դատավորի խոսքը։ Անդրմխել է դատարանը իր խոսքով։ Տիկին Սահակյան, իսկ անարգությունն եք առարկեք, բացակ հայտնեք։ Մենք դրան եք կհասնենք։ Հիմա ուզում եմ մի բան հասկանալ, այ անկողմնակալ դիտորդի մոտ։ Հիմա արդյոք դուք մտածում եք, որ տպավորություն ստեղծվեց, որ դուք օբյեկտիվ որոշում եք կայացնելու այլ ներկայացված այս մեղադրանքի փոփոխության հետ կապված։ Արդյոք 5 տարեկան երեխան, որ հիմա լսի այս դատականիստը, չի հասկանա, որ դուք ձեր որոշումը կայացնելու եք, դատականիստը շարունակվելու այս մեղադրանքներն ընդունելու եք։ Հիմա դուք մեկի չեք օրդորում, ասում եք, եթե այսպես լինի հունվարից, եթե ես չեմ կարող գնալ ձեր գործընկերներին ասել, որ կա մի դատարան, որ է ասել, որ հնարավոր է, ինքը անձեռնմխելիության վրից անցնի, քաղաքական ժամկետների վրայից անցնի, օրենքի վրայից անցնի ու դատական միշտ շարունակվի։ Տիկին Սահակյան, գնացեք հանցանքի մասին հաղորդում ներկայացնեք, օրենքի վրայից անցնի։ Պատվական դատարան։ Ուրեմն հաջորդին նմանատիպ եթե արտահայտություններ հնչեցնեք, դատարանը կդիտարկի որպես անհարգալից վերաբերմունք եւ ձեր նկատմամբ դատավորական սանկցիա կկիրառի։ Օրենքի վրայից անցնի։ Օրենքի վրայից դուք եք բազմիցս անցնում նախագահ դատավորը բացառապես գործում օրենքով։ Ուրեմն ձեր խոսք հնչեցնելիս զգուշ եղեք եւ ուշադիր եղեք, չվիրավորեք թե դատարանին որպես ինստիտուտ եւ թե նախագահ դատավորին։ Երբ նմանատիպ խոսքեր հնչեցնեք, դատարանը կընդհատի ձեզ շարունակեք։ Հա։ Ուրեմն ես ասեմ, որ ես իմ խոսքը ձևավորում եմ հենց օրենքով ղեկավարելով, եւ եթե դատարանը չի հարգում անձեռնմխելիությունը իմ վստահորդի, չի հարգում քրեական դատավարության օրենքը։ Ինչ է նշանակում իոպ է, պարզաբանում ներկայացրեք դատարանը, ինչ է նշանակում դատարանը չի հարգում։ Այլապես դատարանը ձեր նկատմամբ սանկցիա կկիրառի, Տիկին Սահակյան, պարզաբանում է դատարանը ձեզանից պահանջում, դատարանի պարզաբանում տվեք, ինչ է նշանակում դատարանը անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չի հարգում եւ չի հարգում օրենքը։ Խնդրեմ պարզաբանում։ Պարզաբանում տվեք դատարանը։ Նախ ես չեմ զարմանա ձեր ընդհանրապես որ ասում եք սանկցիա կկիրառեք, իսկ հիմա պարզաբանում տվեք դատարանը, հիմա դուք պարզաբանում եք։ Իսկ դուք կարող եք լսել։ Պարզաբանում տվեք դատարանը։ Այո, դուք կլրեք ես խոսեմ։ Պարզաբանում եք տալիս։ Դուք արդեն լրեցիք։ Պարզաբանում եք։ Խոսեք։ Բարի։ Մենք բավականին երկար խոսել ենք։ Տիկին Սահակյան, պարզաբանում տվեք դատարանին։ Տիկին Սահակյան, պարզաբանում տվեք դատարանին, ինչ է նշանակում դուք անձեռնմխելիությունից օգտվող անձի անձեռնմխելիությունը չեք հարգում եւ օրենքը չեք հարգում։ Դատարանի պարզաբանում տվեք, ինչ է դա նշանակում, խնդրեմ։ Ավարտեցիք։ Պարզաբանում տվեք դատարանին։ Դուք անդադ խոսում եք։ Լսում եք ձեզ։ Մենք բավականին երկար խոսում էինք անձեռնմխելիության մասին։ Եթե դուք հիմա ասում եք, որ պարզաբանում տվեք դատարանին, հիմա տպավորությունը դատարանը դահլիճում չի եղել։ Որովհետև մենք դրա մասին խոսում էինք եւ մենք անձեռնմխելիության հարց էինք բարձրացնում։ Մինչեւ հիմա մենք չենք լսել պատասխանը դրա։ Ինչ ենք մենք այստեղ ընդհանրապես, պարոն Գևորգյան, այս մեղադրանքով այստեղ ինչ անում ընդհանրապես։ Ինչու պետք է շարունակվի, ինչու պետք է մենք ինչ-որ հատորներ նորից ուսումնասիրենք, ինչու պետք է մենք այստեղ լինենք ու ինչու պետք է մենք ընդհանրապես ինչ-որ դատական նիստեր համաձայնեցնենք, այն էլ ձեր կոլեգաներին անընդհատ ասելով, որ չէ, այսօրն էլ մի նշանակեք, մյուսօր մեկն էլ դուք եք իմիջայլս, հա, ձեր վարորդով էլ գործ ունենք մենք մասնակցելու։ Ինչ պետք է անենք, երբ որ կգանք այն նիստերին, որտեղ էլի դուք ասելու եք, որ ժամկետներ ունեք, չէ։ Ասել ենք, թե գիտեք ինչ կա, այն մյուս դատարանի դահլիճում դուք ասել եք, որ հունվարից նշանակելու եք ամեն օր, շաբաթական մի անգամ, շաբաթական երկու անգամ անհասկանալի ժամկետներում, այդպես լինել ուղղակի չի կարող։ Կարծում եմ անձեռնմխելիության մասին պարզաբանեցի, թե ինչի մասին է խոսքը։ Եվ եթե դատարանը պարզաբանում կտա վերջապես, երբ պետք է այդ անձեռնմխելիության հարցը քննարկի, երբ պետք է ընդհանրապես վաղեմության ժամկետների հարց քննարկեր, արդյոք չպիտի քննարկել նոր իր որոշումները կայացնել, հետո նոր կհասկանանք, թե ողջամիտ ժամկետը
խախտումը ով է թույլ տալիս ընդհանրապես։ Եվ երբ որ մենք խոսում ենք ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին, մենք պետք է խոսենք ողջամիտ գործի, ողջամիտ ժամկետներում գործի քննության մասին։ Երբ որ գործը ինքը ողջամիտ չի, երբ որ գործում ամեն ինչ խեղաթյուրված է, երբ որ գործում քրեական դատավարության օրենսգրքի մի նորմ չկա, որը պահպանված լինի, այստեղ ինչից ենք մենք խոսում, մենք էլ չենք հասկանում։ Եվ միանում եմ իհարկե այն մտքին, որ ավելի լավ է մենք ամսական մեկ անգամ աշխատենք, բայց երկար ժամանակ աշխատենք, քան թե գանք 15 րոպե կամ մի ժամ աշխատենք ու շաբաթական 2-3 օր աշխատենք։ Այդպես ուղղակի հնարավոր չի, որովհետև եթե այդպիսի գրաֆիկ սահմանվի, բնականաբար մենք ծանրաբեռնված ենք լինելու եւ չենք կարողանալու ամբողջ օրը աշխատել։ Այս է խնդիրը, որ բարձրաձայնի։ Դատարանը Տիկին Սահակյան ձեր կողմից ծրված բարձրաբանումները դատարանի համար ընդունելի չի, դատարան ձեր